Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 17:00-ի դրությամբ եղած ակտիվության ցուցանիշը, քվեարկության ցուցանիշը եւ այստեղ արդեն տեսնում ենք փոփոխություն։ Այսօրվա ազգային ժողովի ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 48.92%-ը, գրեթե 49%-ը, սակայն այս ցուցանիշը այլևս ամենաբարձր ցուցանիշը չէ վերջին 10 տարվա ընտրությունների համար, որովհետեւ 2017 թվականին ունեցել ենք ավելի բարձր 50.93% ակտիվության ցուցանիշ։ Չնայած դրան երկու նախորդ ընտրությունների համեմատությամբ այս ցուցանիշն ակտիվությամբ հստակ աչքի է ընկնում։ Հաջորդ գրաֆիկում ներկայացրել ենք ընտրությունները ըստ ժամերի, որտեղ արդեն տեսնում ենք, որ այսօրվա ժամը 17-ի դրությամբ եղած ցուցանիշը արդեն իսկ գերազանցում է նախորդ երկու ընտրությունների ամբողջ օրվա ցուցանիշներին։ Եթե հիմա ունենք գրեթե 49% ակտիվություն, ապա նախորդ ընտրությունների ժամանակ ունեցել ենք 48.63, 49.4, գրեթե նույն թվերն են վերջի երկու ընտրությունների համար, եւ 60.86 ունեցել ենք ամբողջ օրվա համար 2017 թվականին եւ 50.93% ժամը 17:00-ի դրությամբ։ Բայց այս ցուցանիշները հաջորդ գրաֆիկում հրապարակել եւ համեմատել ենք նաեւ 3 ժամանոց կտորներով, այսինքն առավոտյան, կեսօրին, ցերեկը։ Այս ցուցանիշներով ունենք հետեւյալը. ցերեկվա դրությամբ, այսինքն ժամը 14:00-ից մինչև 17:00 ժամանակահատվածի համար ակտիվությունը հստակորեն ընկել է, տեսնում ենք այստեղ գրաֆիկից 2026 թվականի, այսինքն այսօրվա ընտրությունների համար առավոտյան եղել է 14.5% գրեթե, 19.36% մարդկանց, համարյա 20%-ը մասնակցել է միջին հատվածում, այսինքն 11-ից մինչև 14 ընկած ժամանակահատվածում, եւ դրանից հետո ակտիվությունը ընկել է մինչև գրեթե 15%, ինչպես տեսնում ենք այլ տարիների ցուցանիշներից այդպիսի իրավիճակ է եղել նախորդ 3 խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույնպես, սակայն այսքան անկում չի եղել, ինչպես տեսնում ենք 17 թվականի համար 17.47% է եղել երրորդ ժամանակահատվածում, այսինքն ցերեկային քվեարկության ընթացքում, հաջորդ երկու ընտրությունների ժամանակ ակնհայտորեն ավելի ցածր է եղել, սակայն եթե համեմատում ենք կոնկրետ երրորդ եռաժամ հատվածը, ցերեկային հատվածը, ապա 15.01-ը բավական մոտ է այսօրվա քվեարկության արդյունքներին 15.08% արդյունքին։ Եվ ի վերջո համեմատել ենք նաև ըստ մարզերի իրավիճակը, որտեղ որքան ակտիվություն է եղել, տեսնում ենք, որ Սյունիքը արդեն ակնհայտ եւ լիարժեք առաջատար է դարձել, այնտեղ ամենաբարձր ցուցանիշն է 55.36% մասնակցության ցուցանիշ կա Սյունիքում, հաջորդ երկու տեղերում են Վայոց ձորը եւ Տավուշը, այս դեպքում արդեն Վայոց ձորը իր ակտիվությամբ գերազանցել է Տավուշին, Վայոց ձորում 54.15% ցուցանիշ ունենք, Տավուշում ավելի ցածր է 53.27%։ Ակնհայտորեն առանձնացել է նաև Արմավիրը որպես ամենապասիվ մարզ, որտեղ ունենք արդեն 44.8% ակտիվություն։ Եվ Երևանում, որտեղ գրանցված են ամենաշատ թվով ընտրողները, ակտիվությունը գրեթե նույնքան է, որքան ամբողջ հանրապետության տարածքում ունենք 48.52% ցուցանիշ, այս ցուցանիշները ամենայն մանրամասնությամբ ներկայացված են Factor TV-ի factor.am կայքում, կարող եք այնտեղ արդեն ըստ մարզերի ամենայն մանրամասնությամբ տեսնել ցուցանիշները։